մեր շահերը ոչ ոք էլ չի սպասարկել, որ մենք ինքներս մեր շահերը ձախողել ենք սպասարկել և ոչ ոք մեզ չի կարող լուրջ ընդունել, որովհետև անողնաշար, սեփական շահերը չպաշտպանող և սկզբունքներ չունեցող ժողովուրդներին ոչ ոք չի հարգում։ Փաշինյան ընտրող, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած, հայկական տարածքները մինչև հիմա գրաված պահած Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող ոչ մի պետություն Փաշինյանին լուրջ չի վերաբերվում։ Ամերիկացիները, ի դեպ, որ այս իշխանությունները թմբկահարում են, թե իբր իրենց գործընկերն են, փոխել են իրենց պաշտպանության նախարարության անունը պատերազմի նախարարության և լոզունգը խաղաղության իրենց հրապարակված նույնպես փոխվել է, այն հիմա կոչվում է խաղաղություն ուժի միջոցով, ինչը նշանակում է իրենք կպարտադրեն իրենց ուժը այնտեղ, որտեղ իրենց շահն է, և եթե դիմացինը ընկճվի և հանձնվի, ապա այդտեղ կլինի խաղաղություն, այսինքն իրենց շահը առաջ կգնա, կլինի խաղաղություն, իրենց շահը առաջ չի գնա, չի լինի խաղաղություն։ Այն Ռուսաստանին, որ շատերը մեղադրում էին տարածքային ոտնձգությունների մեջ, ինչը ճշմարիտ է, հիմա նրանք էլ ասում են, տեսաք մենք ճիշտ էինք ասում, ԱՄՆ-ն իրականում թաքնվել է ժողովրդավարության հետևը, բայց նա ուժի միջոցով է թելադրում իր շահերը և թքած ունի միջազգային իրավունքի վրա, իհարկե սա էլ է ճիշտ։ Հիմա այս երկուսի արանքում մենք հասկանում ենք արդյոք ինչ խաղ ենք խաղում, ինչ խաղի մեջ ենք մտել։ Երկու գերտերության արանքում, որոնք իրար հետ ունեն մեծ հակադրություններ, այս իշխանությունը ստեղծել է մի վիճակ, որ մեզ այստեղ, կներեք արտահայտությանս, բայց սատկացնելու են, որովհետև այս երկուսն էլ ուժեղների հետ են հաշվի նստում, իսկ այս տարածաշրջանում, քանի որ մենք ընտրել ենք թույլիկի դերը, անպատասխանատուի դերը, սեփական երկրին ու իրավունքներին տեր չկանգնելու դերը, նրանք կնստեն թուրքերի հետ կպայմանավորվեն, լինի ռուս թե ամերիկացի, և մեզ կգան կթելադրեն, կասեն այսպես պիտի լինի։ Մենք ենք թերացել մեր իրավունքներին տեր լինելուց, մեր պետությանն ու մեր շահերին տեր լինելուց, շարունակաբար Փաշինյաններ խաղացնելով։ Սա է ճշմարտությունը։ Փորձեք փոխել ձեր տրամադրվածությունը ձեր երկրի, ձեր կյանքի, ձեր միջավայրի հանդեպ, և սրանով հանդերձ կկարողանաք դուրս գալ այս հորի շրջանից, որը մեզ տանում է կործանման։